Երկաթե զարդանախշված այս դարպասով խորհրդային տարիներին ելումուտ էին անում Մասիս կոշիկի ֆաբրիկայի նորաձևության տան աշխատակիցները։ Բայց դա անցյալ դարում էր եւ վաղուց պատմություն է դարձել։ Արդեն մի քանի ամիս այս շենքի 7-րդ հարկում ուրիշ պատմություն է սկսվել։ Այս սրահը զբաղեցնում է կոշիկի արտադրությամբ զբաղվող նորաստեղծ մի կազմակերպություն։ Խաղաղ առավոտ է, որն առաջին հայացքից այնքան էլ աշխատանքային չի թվում։ Իր վրայի չորանալեն վեճ աղերը դուրս կուտա, դրա համար պետք է մաքրվի ֆինիսաժը լա, որ գաշին թե մաքուր, թե փայլուն երևի։ Անդրանիկ Սաֆարը սիրիահայ է, կոշիկի Ավա ֆիրմայի տնօրենը։ Երբ հարցրինք տնօրենը նաև այսպիսի գործեր է անում, պատասխանեց. Տնօրեն էստեղ չի գա, Պոլոնից է տնօրեն ենք, հարցմը չի գա, քանի 3 կորզինգերով ենք ասին, 3-նա կորզին ամեն ինչը գանեն ասին, ամեն պետք է ազը գանեն, մենագով չէ որ էսի, բայց իբր մասնակցություն էսելով ես պետք է անեմ էսոնք ասին։ 3-ով արդեն սկսան որոշեցին այս ժամփանել, որ զորավոր մի բանն էլ, այսին զորավորը սկսել, զորավոր շուգա մտնալ եւ լավ արդյունք դալ։ Արդյունք եղավ։ Հալեպահայ 3 ընկերոջ համագործակցությամբ ծնվեց Ավա շուզը։ Անդրանիկ Սաֆարի համար սա ընտանեկան բիզնեսի շարունակությունն է, քանի որ պապը Սիրիայում կոշիկի կրունկի, իսկ հայրը կաղապարների արտադրություն ուներ, որը ցավոք վերջին պատերազմից ավերվեց, թալանվեց։ Կոշիկի մեջ ամենակարևորը կալոտկան, որ հիմքն է ամեն ինչին, ոտքի անկստյան եւ հետո մոդելը, որ պետք է ճիշտ շապերով լա, որ ոտքը չինեղե հանգստություն դա ոտքի վրա, այսինքն երկար ժամկետի որ հակվի անանկից չսխային իրեն։ Չափերը, բաները լրի պետք է ճիշտ լինեն։ Հիմա այս մոդելը, որ ես աներ եմ, փոքր փոփոխություններ կա, որով մի քանի անգամ կփորձենք ոտքի վրա կփորձենք մոդելը կանենք, այսի մի քանի զույգ կթափենք, որ ճիշտ հիմքը բռնենք։ Այսին կհագցնենք մոտ 10 ոտքի, 10-ն արդեն 7-ը նորմալ են, մույսը լրիվ ոտքերը նույնը չեն կանի։ 10-ն արդեն 7-ն 6-ը նորմալ են, 150-ն վեր արդեն նորմալ կլինի և արդարության կնցնենք այդ գործը։ Ավա հապավման առաջին տարը բացահայտված է, Անդրանիկ Սաֆար։ Վն Վիգենն է։ Ստեղանի հաշվաբարություն ուրիշ միտք ունի, իբրև հարգայինի, բանի, կառավարական գործերի, ես բայց ներքին հաշվաբարն եմ ստեղի։ Այսինքն բայեստ ինչ-որ մուտ բայեսում, ինչ-որ մուտ կլինի, ելք կլինի, ես արդեն կգրանցեմ, կնայեմ ինչ պետք է, բարզ մուտ կել ելքը կգրանցենք սա։ Վիգենի ընտանիքը Սիրիայում հաստոցներ էր արտադրում, այդ թվում նաև կոշիկի հողաթափի համար։ Ինչ վերաբերվում է Ավայի երկրորդային, այստեղ մի զվարճալի պատմություն կա։ Մամուլից գիտեի, որ տղաներից մեկի անունը Անտոն է, ուստի հետաքրքրվեցի, թե որտեղից է գալիս Հալեպահայի այս ռուսական անունը։ Անդրանիկ եմ բունանունը, Անդրանիկ է, բայց գրճատված Անտոն ասենք, Անտո, ոչ Անտոն։ Ասացին, որ դուք շատ կարևոր մարդ եք, որտեղ փողերը ձեզ մոտ են։ Մենք այդպես դասավորենք, այսինքն ես կանցաբանեմ, Վիգենը հաշվաբանեմ, ես միասին ամեն մեկը մի գործ, այդպես։ Անդոն ոչ միայն դրամից է գլուխ հանում, այլև մոդելներից։ Հատկապես հպարտանում է այս մոդելով, որով ճանաչվեցին հայկական շուկայում։ Սաղ գործընկերներս նույն մոդելն են կարգվում միշտ։ Շատ հարմար է և շատ հանգիստ է։ Եվ ինքը նուբուկ է, չուրջ անցնող նուբուկ է։ Այստեղ մինչև գես, եթե ջուրի մեջ մնա չուրջ անցներ, դագացուն ցույնի չսահիր, լավ որակի դագացու է եւ բաղ չանցներ։ Այս բաները, որ ասենք, այս տելկաները, որ կօգտագործենք, այս կոշիկների մեջ գտնենք երկաթով է չի ձրիր, որ մոդելը չավրե։ Տղաները շատ են կարևորում իրենց հարաբերությունները։ Իրարու հետ լավ ենք, այսինքն լավ կհամացայնենք, իրարու լավ կաղապարներ ուտանք։ Մեկը մյուսին եթե կաղապարը դա կհարկենք, այսինքն ինչ է կաղապարը, միասին կրնանք որոշել, էդի լավ է։ Միասին որոշումի կրնանք կալ, էդի շատ կարևոր բան է արդեն։
Իրենց հաճախորդների մասին զգույշ են արտահայտվում։ Մեր մոդելները սիրեցին, որովհետև մի քիչ դարբեր է մեր մոդելները, այսինքն Հայաստանի ոճին մի քիչ դարբեր է, ասենք քույնով, մոդելով մի քիչ դարբեր է։ Այստեղ Հայաստան միայն ասենք սև քույնը շատ կտեսնաս, այս կլասիկ մոդելները շատ կտեսնաս, մեր գոշիկները մի քիչ դարբեր է ոճերը։ Մոդելներ ունենք, որ հիմա այստեղ չէ, կլասիկ է, որ մի քիչ դարիքով մեծ մարդոց համար է, գանացիալ նորեն մոդելներ ունենք երիտասարդ աղջիկներով եւ մի քիչ դարիքով մեծ, միևնույն ադեն երեխաներով համար է մոդելներ ունենք մեր մոտ։ Փոց որ քայլում եմ, մեկ նայում եմ։ Ամեկ անց ինչ ա հակվել, արդեն մեր գոշիկների վրա լոգոն կա։ Երևում է արդեն որ ոչ թե շատ, հիմա ներկայիս այսին 20%-ը որ 100-ից 20-ը նայում եմ դնում եմ, որ մեր գոշիկն է և տենց բադանում եմ, որ մեր ադատրանքը այսինք հաչալերող գա և հայերը հակվում են այսինքան։ Ավա կոշիկի ֆիրման իր հումքը Թուրքիայից է ներկրում, սկզբունքորեն աշխատելով այնտեղի հայ գործարարների հետ։ Երիտասարդների նախանձախնդրությունն արտահայտվում է ոչ միայն արտադրված է Հայաստանում գրությամբ, որը դրոշմվում է կոշիկների վրա։